Հացված բաստատական նիստում քննության արամունքիվ կդը Սրույնի 26 Իրական կորզնս մեղադրանգի հարություն Սարսիսյանին, Արեկ Հովանցյանի, Սերոկ Տազարյանի, Հայկ Չոքոսյանի, Իսրայել Զեյնալյանի, Կարե Զեյնալյանի, Գրիգոր Սարգսյանի, Էդուարդ Հովանեսյանի, Էդգար Զազարյանի, Գեղամ Զեյնալյանի, Աշոտ Հարությունյանի, Արման Ուղղատյանի, Ռոբերտ Զեյնալյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Նարեկ Աբաջյանի, Հովանես Զեյնալյանի, Նարեկ Մուշատյանի, Հովանես Մկրտչյանի, Քրեական անձ գրքի 257 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով։ Քրեական գործով նշանակված է նախնական դատալսումներ, իսկ նախագահում է Կոտայքի մարզի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդանյանը, դատական նիստերի քարտուղարն է Առաքելյանը, նիստերի քարտուղարին խնդրում է զեկուցել մասնակիցների, ինչպես նաև բացական անձանց պատճառների վերաբերյալ։ Պաշտպաններ Պետրիկ Սարգսյանը, Վլադիմիր Մկրտչյանը, Ֆելիքս Պողոսյանը և Վարդանյան Սարգսյանը։ Ինչպես նաև ներկայացել է իրավաբաններ քրեական կարգի օպերատոր Տիգրան Ղուկասյանը։ Այս բանը խնդրեմ տեսած այնագրում տեսագրում կամ լուսանկարում չիրականացնել, մինչև համապատասխան որոշմամբ հարցին անդրադառնանք և թույլատրելիության հարցը քննարկենք։ Քանի որ դատական նիստը տեսա ցանկություն հայտնեց օպերատորը տեսաձայնագրել, միայն տեսաձայնագրելու արգելի օպերատոր կողմերն ինչ դիրքորոշումն են դատական նիստի տեսաձայնագրություն իրականացնելու հետ կապված մեղադրյալները։ Առարկություն չունենք։ Թողնում դատական իրացություն մեղադրյալներ քանակը շատ է 18 հոգի դատական նիստի տեսաձայնագրման հետ կապված համաձայն եք որպեսզի դատական նիստի ընթացքը տեսաձայնագրվի։ Անձը մարդ կա, որ առարկություն ունի, չի ցանկանում օրինակ առանց բացահայտելու նպատակը։ Դատարանի հայեցողության։ Որտի կան եք։ Դատարանի հայեցողության։ Առարկություն չունեք այսինքն որ տեսաձայնագրվի։ Ոչ մեկ չունենք։ Արգելի հանրային մեղադրող ինչ դիրքորոշումներ Ես նույնպես առարկություն չունեմ Տեսելով կողմերի կարծիքը հաշվի առնելով մեղադրյալների առարկության բացակայությունը դատարանը թույլատրում է դատական նիստի տեսաձայնագրումը ձեր վերջերազրացում է արգելի օպերատոր ծեսի Պարզաբանեմ մասնակիցներին որ Հնարքող հարցերի հաջորդ հարցը հանդիսանում է մեղադրական եզրակացությունը ստացած լինել չլինելու հարցը։ Կա ինչ-որ մեղադրյալ, որը որ չի ստացել մեղադրական եզրակացության օրինակը։ Եթե ոչ, լրությունը դիտարկում է որպես որ ստացել են բոլորը։ Արգելի պաշտպաններ ստացել են։ Կողմերը մեղադրյալները իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ուշադիրտը և վարույց ստանձնելու նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշման օրինակը ևս ստացել են որևէ մեկին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ուշադիր տրամադրելու կամ պարզաբանելու անհրաժեշտություն կա մեղադրյալներ ունեք պարզ են ինչ իրավունքներ ունեք և պարտականություններ հիմնական իրավունքներից է պաշտպան ունենալ կամ պաշտպանվել ինքնուրույն պաշտպան ունենալու ցանկություն ունեք թե ոչ ովքեր որ չունեն Չունենք Ես եմ պարոն Դարավոր Խնդրեմ Ներկայացած Ռոբերտ Զեյնալյան Հանրային պաշտպան ուզում ֆինանսական հնարավորություններ չունեմ Չունեք բավարար ֆինանսական միջոցներ Նախաքննության ընթացքում քննիչի կողմից ձեր իրավունքների ու պարտականությունները պարզաբանվել է այդտեղ նաև պաշտպան ունենալու իրավունքը հրաժարվել նախաքննության ընթացքում Հիմա ցանկանում եք պաշտպան ունենալ Թերի պատկերացնում կազմելիս ամբողջ ընթացքի հետ կապված Հիմա ավելի նպատակահարմար ու ճիշտ եմ համարում, որ հանրային պաշտպան ունենալ Շատ նստեք առայժմ այլ մեղադրյալ կա, որը որ կրկին ցանկություն ունի հանրային պաշտպան ունենալու Ներկապային չունեն Ինչ դիրքորոշում ունեն Ռոբերտ Զեյնալյանի միջնորդության վերաբերյալ կողմերը արգելի դատախազ Առարկություն չունեմ Պաշտպանության գործողություն հանդես եկող մեր մասնակիցները ևս չունեն Լսելով կողմերի կարծիքը հաշվի առնելով մեղադրյալի հայտարարությունը բավարար ֆինանսական միջոցներ չունենալու և առավել բացակայում են հատարակի վերաբերյալ փաստական տվյալները, դատարանը որոշեց մեղադրյալ Ռոբերտ
Զեյնալյանին ազատել իրավաբանական ծառայության վճարել շահերի պաշտպանության համար հանրային պաշտպան դերասանուհի միջոցով նշանակել հանրային պաշտպան։ Փաստացի երկու հանրային պաշտպանի ցանկություն հայտնեցին մեղադրյալները Կարեն Զեյնալյանին և Ռոբերտ Զեյնալյանին տրամադրվեց հանրային պաշտպան, փաստացի պաշտպանների բացակայությունը խոչընդոտում է դատական նիստը շարունակելուն, սակայն հաշվի առնելով, որ առկա է անազատության մեջ գտնվող մեղադրյալ Հովհաննես Զեյնալյանը, որը գտնվում է տնային կալանքի տակ, ժամկետը լրանում է վաղը, հետևաբար դատարան առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դարձնում վերջին ինստիտուտական կիրառված պահպանման միջոցի հարցը, այնուհետև հետաձգի դատական նիստը պաշտպանների ներկայությունն ապահովելու անվճռի նշանակվածություն։ Մինչև հարցի քննարկումը նաև տեղեկացնում, որ իրավունքի մասնակիցները նախագահ հրապարակել և դատական նիստերի կառավարության բացառիկ միջնորդություն ներկայացնելու կան, նման միջնորդություն Մեղադրյալի կողմը չունի պաշտպանության կողմը։ Այդ դեպքում առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դարձնում մեղադրյալ Հովհաննես Զեյնալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը տեղեկացնելու համարություն։ Զեյնալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանքը 2 ամիս ժամկետով, այնուհետև 2026 թվականի հունիսի 1-ի որոշմամբ կիրառված կալանք խափանման միջոցը օգտել կիրառել է այլընտրանքային խափանման միջոցների համակցություն, տնային կալանք գրավ և բացակայելու արտերկրահի չափը սահմանվել 1 միլիոն ՀՀ դրամի։ Տնային կալանքի սկիզբը հաշվվել է 2026 թվականի հունիսի 1-ից։ Գրավ խափանման միջոցը կիրառված է համարվել համապատասխան չափի գրավ մուծված լինելու պահից, որը մուծվել է նախաքննության ընթացքում։ Կողմերն միշտ դիրքորոշում ունեն խափանման միջոցի հետ կապված խնդրանքների դատապարտել։ Բաղադրաժան դատարան գտնում են, որ դեռևս շահարկի պահպանվել դատարանի կողմից արձանագրված ռիսկերը, մասնավորապես վերջինիս կողմից Հովհաննես Զեյնալյանի կողմից ապացուցման գործընթացին միջամտելու խոչընդոտելու ռիսկը, այս պահի դերությամբ մենք ունենք բացառապես նախաքննության ավարտով պայմանավորված միայն այդ հանգամանքի փոփոխությունը, միշտ ինքնին չի կարող այնպիսի իրական հանգամանք հանդիսանալ, որի շնորհիվ դատարանը կարողանա փոխել և ավելի մեղմ խափանման միջոց կիրառել և նաև հաշվի առնելով, որ մենք դեռևս գտնվում ենք նախնական դատալսումների փուլում, դեռևս ապացույցների հետազոտման ծավալ չի սահմանվել դատարանը, ուստի գտնում են, որ սույն փուլում Հովհաննես Զեյնալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու հիմքեր առկա չեն և միջնորդում են վերջինիս նկատմամբ կիրառված տնային կալանքը թողնել ամփոփով ու երկարաձգել են առավելագույն ժամկետով եռանցել ժամկետով։ Այսքանը շնորհակալ։ Գրավ բացակայելու արտերկրի կապված։ Այո, մյուսները շնորհակալություն։ Հովհաննես Զեյնալյանի պաշտպանությունն իրականացնում է Վլադիմիր Մարուշյանը, Հարություն Սարգսյանի պաշտպան։ Ճիշտն ասած, այսօր իրանք չեմ ինքը չի եկել, այսօր մի քիչ գործ կար, չկարողացավ բաղանի։ Չեմ հաստատել հաջորդ նիստին։ Շնորհակալություն, նստեք։ Պետիկ Սարգսյանն իրականացնում է Գրիգոր Սարգսյանի պաշտպանությունը, ճիշտ է։ Լսենք պաշտպանության կողմին, խնդրում պարոն Քրիստիանի դիրքորոշումը։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Պատվարժան դատարան սույն դատական նիստի ընթացքում խափամիջոցի հարցի քննարկման համատեքստում պետք է մեկ հարցին պատասխանենք։ Արդյոք առաջացանի դատարանի կողմից նախանշած ռիսկերը խափամիջոցի հետ կիրառման մասով շարունակում են արկա լինել, թե ոչ։ Որպես այդ հարցին պատասխանենք, պետք է հասկանանք առաջացանի դատարանը ինչ հիմքեր է դրել, երբ որ անձի նկատմամբ կալանք խափամիջոցը փոփոխել, տնային կալանք եւ գրավ եւ բացակայելու արկի խափամիջոցներն է համակցված կիրառել։ Դատարանը մասնավորապես իր որոշման հիմքում դրել է խոչընդոտելու ռիսկի
նվազ դրսևորման հանգամանքը եւ նոր հանցանքի նվազ դրսևորման հանգամանքը պատվարժան դատարան։ Ընդ որում անդրադառնալով խոչընդոտելու ռիսկի հիմքին դատարանը նշել է, որ սում վարույթով բազմաթիվ վարորդային գործողություններ են կատարվել, հարձակվել են բոլոր մեղադրյալները, վկաները, ձեռք է բերվել օբյեկտիվության բարձր չափանիշ ունեցող ապացույց, սակայն նշված ռիսկի դրսևորումը պատվարժան դատարան ընդունում է ուշադրություն բացառապես պայմանավորել է առերես հարցաքննության բացակայությամբ։ Այսինքն, եթե ֆիքսենք, եթե իրականացվում է առերես հարցաքննություն դատարանի նշված որոշումից հետո, այս հիմքը իսպառ վերանում է պատվարժան դատարան։ Նշված որոշումից հետո իրականացվել է առերես հարցաքննություն, մասնավորապես ուղեկցող ոստիկան Թորգոմ Ավետիսյանի հետ պատվարժան դատարան։ Այնուամենայնիվ պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման տեսանկյունից կանադառնա նաև այս խոչընդոտելու ռիսկի հիմքում դրված մյուս ֆակուլտատիվ հատկանիշներին պատվարժան դատարան, մասնավորապես դատարանը արձանագրել է հաշվի առնելով, որ Հովհաննես Զեյնալյանը բարեկամական հարազատական կապեր ունի սում վարորդով անցնող մեղադրյալների վկաների հետ եւ հաշվի առնելով, որ վարորդի նյութերը նրան հասանելի են, հնարավոր է իր համար շահեկան իրավիճակ ստեղծի, բայց այստեղ շատ կարևոր հանգամանքներ կան։ Արդյոք Հովհաննես Զեյնալյանը վիճակում է այս վարորդով իր հարազատ կամ բարեկամ կամ ընկերների ցուցմունքները պատվարժան դատարան միանշանակ չի վիճակում։ Այսինքն այս մասով որից է ռիսկի ազդեցությունը պատվարժան դատարան ուղղակի դրա անհրաժեշտությունն է վերանում։ Ինչ վերաբերում է մյուս մասով, դատավորության մնացել մասնակիցները կամ կալանավորված մեղադրյալներ են այն գործով անցնող, կամ դատական նիստերի կարգադրիչներ են պատվարժան դատարան, կամ էլ ուղեկցող ոստիկաններն են։ Հիմա ողջամտորեն արդյոք այդ մարդկանց վրա որից է միջամտություն գործադրելը իրատեսական է։ Ես կարծում եմ ոչ պատվարժան դատարան։ Բացի այդ, հանրային մեղադրողների խոսքի մեջ նշեց, որ վարույթը թևակողել է արդեն դատաքննության փուլ եւ պարզ տրամաբանությունից պարզ է դառնում, հուշում եմ ես, որ եթե նախաքննության փուլը ավարտվել է եւ ապացույցները ամրագրվել են, դա մենակ ես չեմ ասում, պատվարժան դատարան, մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ է դա ասում, վճռաբեկ դատարանն էլ է դա ասում, այդ խոչընդոտելու ռիսկը, որը նվազի դեպ արձանագրված արդեն եղել է, չի կարա նույն մակարդակի վրա մնա։ Այս իմաստով պատվարժան դատարան, չնայած ես գտնում եմ, որ քանի որ իրականացվել է առերես հարցաքննում, այս ռիսկը իսպառ արդեն վերացել է, այնուամենայնիվ պաշտպանական իրավունքի լիարժեք իրականացման տեսանկյունից հարկ համարեցի նաև մյուս փաստարկներին անդրադառնալ։ Ինչ վերաբերում է նոր հանցանքի ռիսկին, պատվարժան դատարան ես վստահ եմ տեղյակ եք, որ այն դատական նիստը, որի ընթացքում այս միջադեպը տեղի ունեցել, այդ նիստերը արդեն դռնփակ են անցկացվելու եւ դատարանը իր որոշման մեջ վերջին անդրադարձել է, որ դատական նիստերի դալիճում այդ վտանգը չեզոքացել է նոր հանցանքի, սակայն շարունակում արկա լինել դատական նիստերի դալիճից դուրս։ Հիմա ողջամտորեն հարց առաջանում, եթե Սարգիս Զեյնալյանի սպանությունը եղել է 9 ամիս առաջ, այդ 9 ամիսներից ընդամենը 4 ամիսների ընթացքում է Հովհաննես Զեյնալյանը անազատության մեջ գտնվել, այն 5 ամիսների ընթացքում խիչի նոր հանցանք արել, կամ խիչի այս դատական նիստերի դալիճում նստած յուրաքանչյուր անձ նույնիսկ այդ անձանց հարազատներին չգիտեմ ինչ-որ ձև ահաբեկել կամ հաշվի հարդարի փորձ արել։ Պատվարժան դատարան այս համատեքստում մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե չեմ սխալվում, Քլուտն ընդդեմ Մոլդովայի նախադեպային դիրքորոշում ունի հայտնած, որ նոր հանցանքի հետ կապված հանգամանք հաստատված համարելու համար նախ դատարան իր փաստարկները պետք է բխեցնի գործի նյութերից եւ երկրորդ այդ փաստարկները պետք է ողջամի եւ իրատեսական լինեն։ Հիմա արդյոք իրատեսական կալանավորման մեջ գտնվող մեղադրյալների նկատմամբ մյուս գործով անցնող այդ եղբայրների նկատմամբ հաշվի հարդար տեսնել է, չգիտեմ, իրենց այդ հատուկ հսկողության պայմաններով։ Ես կարծում եմ, դա իրատեսական չի պատվարժան դատարան։ Անդրադառնալով այլընտրանքային խափամիջոցների հարցին, դատարանը արձանագրել է առաջի հատվածանի, որ որևիցե այլընտրանքային խափամիջոց անազատության հետ կապված չի կարող ապահովել իմ պաշտպանյալի պատշաճ վարքագիծը։ Դատարանի ուշադրության եմ հրավիրում են հանգամանքի համար վրա, որ այս դատական նիստում բոլորը նույն մեղադրանք ունեն։
Բայց չգիտես ինչու, իմ պաշտպանյալի նկատմամբ ամենաընդգծված վերաբերմունքը կա բացասական իմաստով, որտեղ կիրառված է եւ տնային կալանք, եւ գրավ, եւ բացակայելու արգել պատվարժան դատարան։ Ես գտնում եմ, որ այս դիրքորոշումը եւ առաջացանի դատարան եւ դատախազի հանրային մեղադրողի, որի դեպ երկրորդեց առաջացանի դատարանի դիրքորոշումները չեն բխում եւ քրեական դատավարության օրենսգրքի վարույթի հանրության սկզբունքին եւ չեն բխում անձի ազատության անձնական ազատության եւ անձնամխելիության իրավունքից եւ հատկապես չեն բխում պատվարժան դատարան համաչափության սկզբունքից նաեւ չեն բխում քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասից պատվարժան դատարան, որտեղ նշված է, որ դատարանը խափամիջոց կիրառելիս պետք է հաշվի առնի անձի օրինական վարքագծի վրա ազդող եւ այդ վարքագիծը խոչընդոտող բոլոր հանգամանքների վրա։ Ուստի այս բոլորի կողմից նշված փաստարկների համատեքստում պատվարժան դատարան գտնում է, որ հանրային մեղադրողի միջնորդությունը պետք է առհասարակ մերժվի եւ որևիցե խափամիջոց չկիրառվի պաշտպանյալի նկատմամբ, եթե այնուամենայնիվ դատարանը կգտնի, որ ինչ որ չափով որոշակի ռիսկերը թեկուզ նվազ մակարդակում արձանագրված լինելու պայմաններում կարող են դրսևորվել, ապա պաշտպանական կողմը բացառապես մեկ խափամիջոց այս համատեքստում կարող է իրատեսական համարել եւ քննարկման առարկա դարձնել, դա վարչական հսկողություն խափամիջոց է, այն էլ պատվարժան դատարան հաշվի առնելով իր պաշտպանյալի զբաղվածությունը եւ նվազագույն զամբյուղը ապահովելու իր պարտականությունը առանց էլեկտրոնային միջոցների հսկողության եւ առանց ժամային սահմանափակման։ Այսքանը պատվարժան դատարան, խնդրում եմ հանրային մեղադրողի ներկայացած միջնորդությունը մերժել։ Շնորհակալություն։ Այո, քննարկում է ձեր նկատմամբ իրավունք համամիջոցի հարցը։ Այո։ Ինչ ունեք ասել։ Դե ելած համար զղջում եմ, ինչ ասեմ, չի ուզեն ատենցիոնել, բայց ինչ էլ է, շուման չես կարա ետնամես, ոչ էլ առաջ բերես։ Ու համաձայնում եմ պաշտպանալու, ես ոչ մի վտանգ չեմ ներկայացնում։ Միանում ենք ըստ էության պատվարժան դատարան գտնում ենք մեր գործընկերոջ կողմից հստակ կարևորագույն միտքը արտահայտվեց ինչու պետք է սույն դյուրությամբ մեղադրողի կողմի միջոցները մերժվի, քանի որ բոլորս արկա է մեզ մոտ քրեական գործի վարորդային նյութերը, մենք չունենք անգամ դերակատարման մեջ որևէ տարբերություն գործողության եւ առհասարակ գործող բոլոր 18 անձինք նույն գործողության միանման, այսպես կարելի ասել, նմանակված մեղադրանք է առաջադրված եւ ուղղակի իրավահավասարության սկզբունքից չի բխում նման պարագայում անձի նկատմամբ նմանատիպ մոտեցում ցուցաբերել, այն պարագայում բոլորն ազատության մեջ են եւ կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ պետք է հաշվի առնվի 3 ամիս է անձի նկատմամբ ընտրվել է խափամիջոց, մենք ունենք արդյունք դրական վարքագծի ցուցաբերման, որը ինքնին արդեն իսկ մարդու անձի եւ նրա պատասխանատվության մասին շատ բան է ասում։ Այսքանը միանում եք մեր գործընկերոջ դիրքորոշումը։ Չէ, վերջինը 4 անգամ։ Վերջի ամբողջական 4։ Առավել ևս 4։ Այլ տարբերվող դիրքորոշումներ ունեն պաշտպանության կողմից։ Մեղադրյալներ ունեք դիրքորոշում։ Քննարկելով մեղադրյալ Հովհաննես Լուբիդյանյանի նկատմամբ իրավունք համամիջոցի հարցը դատարանում որոշեց Հովհաննես Լուբիդյանյանի նկատմամբ իրավունք բնային կալանքը վերացնել վերջինս ազատացել դատականից տարիքից համացված իրավունք խրալի եւ բացակայել արտույտը թողնել ամփոփող։ Մեղադրյալ այդ այսօր գտնվելու է ազատության մեջ, բայց դա չի նշանակում, որ կարգավիճակը դատարեցվել, շարունակում է պահպանել մեղադրյալի դատավորական կարգավիճակի որոշ իրավունքներով եւ պարտականություններով, պարտավոր է դրսևորել պատշաճ ներկայանալ մարմնի իրականացնող մարմնի հրավերով չխոչընդոտել գործի քննությանը, այդ բոլոր մեղադրյալներն է վերաբերվում։ Նստեք։ Հաշվի առնելով Պաշտպան Սահակյանի եւ Ռոբերտ Զեյնալյանի եւ Կարեն Զեյնալյանի Քաշայրի պաշտպանության համար պաշտպան նշանակվելու հանգամանքը եւ ինչպես պաշտպանի բացակայությունը դատարանը
գտնում եմ, որ հաջորդ հարցերը քննարկելու հրատապ քննարկման ենթակա հարցեր արկա չեն, հետևաբար պետք է հետաձգել դատական նիստը պաշտպանների ներկայությունն ապահովելու համար։ Ըստ էության նաև վարչական հսկողություն պահպանման միջոցով կիրառված Կարեն Զեյնալյանի նկատմամբ հաջորդ դատական նիստին պաշտպանի մասնակցությամբ քննարկվի նաև նշված հարցը։ Եթե այլ հայտարարություններ, դիրքորոշումներ չկան, ունեք հարգելի դատական։ Մեղադրյալի կողմնություն։ Ասեք մեղադրյալ, ներկայացեք նոր։ Հովհաննես Մկրտչյան, Արգեդի դատավոր, ես եմ հանրային պաշտպանություն։ Դուք եք ուզում։ Հովհաննես Մկրտչյան։ Ինչով է պայմանավորված։ Ձեր մասնավոր պաշտպան կարող է հրավիրել։ Վճարունակության հետ կապված է, ունեք բավարար։ Ինչ։ Այս բանը չեմ աշխատում։ Չեք աշխատում, չունեք բավարար ֆինանսական միջոցներ։ Միջնորդության վերաբերյալ Արամ արարքում բաղուներում դատարանում պաշտպանների բացառություն լսելով կողմերի դիրքորոշումը քննարկելով մեղադրյալ Հովհաննես Մկրտչյանի պաշտպանության վերաբերյալ միջնորդությունը դատարանը որոշեց կառավարել այն վերջին ազատների իրավաբանական ծառայության վճարից և հանրային պաշտպանի գրասենյակից նշանակել հանրային պաշտպան։ Այլ անձինք կան, որ միտքը փոխում որ հարցնում ամաչ ունեք, հա չեմ հասկանում։ Ամն հասկանում։ Աբաջան լարեք։ Այլ մեղադրյալ կա, որ ցանկանում է պաշտպան։ 10 րոպե առաջ էլ մի բան ասեցի։ Ասեք, Մկրտչյան։ Ուղղակի ես հասկացա, որ այդ հանրային պաշտպան Եթե հասկացա, բարձրաբանեմ ձեզ, բոլոր մեղադրյալներին է վերաբերում։ Պաշտպան, ու եթե ցանկություն ունեք պաշտպան ունենալու, պարտադիր չի, որ ֆինանսական կորուստներ ունենաք կամ գումար չունենաք այդ պատճառով հրաժարվեք։ Եթե ցանկություն ունեք պաշտպան ունենալու, հայտնեք ձեր ցանկությունը, քննարկվի ազատել իրավաբանական ծառայության վճարից։ Ունեն մեղադրյալները պաշտպան ունենալու ցանկություն։ Նարեկ Աբաջյանը և Հովհաննես Մկրտչյանը ոնց որ թե քննության ընթացքում դիրքորոշում փոխեցին, ցանկություն հայտնեցին։ Այլ մեղադրյալ կա, որ պաշտպան ունենալու ցանկություն ունի։ Չկա։ Նարեկ Աբաջյանի միջնորդության վերաբերյալ էր առարկություն։ Լսելով կողմերի դիրքորոշումը քննարկելով Նարեկ Աբաջյանի միջնորդությունը հանրային պաշտպան տրամադրելու համար դատարանը որոշեց բավարարել և վերջին շահերի պաշտպանության համար պահանջել հանրային պաշտպանի գրասենյակից նշանակել պաշտպան։ Ով Հովհաննես Մկրտչյան, Ռոբերտ Զեյնալյան, Կարեն Զեյնալյան և Նարեկ Աբաջյանը ցանկություն հայտնեցին ունենալ պաշտպաններ, հայտնելով միաժամանակ, որ չունեն բավարար ֆինանսական միջոցներ։ Իսկ Հարություն Սարգսյանի պաշտպան Սահակյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Հաջորդ դատական նիստին բոլորը կծանոթվեն, նաև որոշումը կուղարկվի հանրային պաշտպանի գրասենյակ, թվով 4 մեղադրյալներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար։ Առաջարկում եմ հաջորդ դատական նիստի օրը և ժամը այս բանին չհամաձայնեցնել, որոշումները ստանանք հանրային պաշտպանի գրասենյակից և կողմերի հետ կհամաձայնեցնենք նոր դատական նիստ նշանակենք։ Առարկություններ կան, բոլորը շնորհ։ Նման պայմաններում դատական նիստը հետաձգվում է այլ երկի, հաջորդ դատական նիստի օրվա կհամաձայնեցնի մասնակիցների հետ և կնշանակվի այս կան։